Համաձայն։ Ասում է մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ, ավելի ճիշտ ձեզ։ Բա միջամտի արա, ինչ ես չուլանում պաղկվել։ Անձի երկվություն է, թե պարզապես ինչ-որ բանով հանգստացրել է Նյարդերը Փաշինյանը տեսախցիկների դիմաց կանգնելուց առաջ։ Փողոցային հարձակողական ոճից նա կտրուկ անցել է փապկաճաշակ ոճին։ Անգամ գրավոր տեքստից ճչացող բառերին փոխարինել է հանդարտ տոնայնությունը։ Դրանից իհարկե տեքստը պակաս սկանդալային չի դարձել։ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը չի կարող չկատարել իր հանձնարարությունները։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Փաշինյանն ուզում է, որ կապ չփնտրենք իր կառավարման տարիներին ԱԱԾ տնօրենի պաշտոնում ամենաերկարը դիմացած Աբազյանի պաշտոնանկության ու Սամվել Կարապետյանի ձերբակալության միջև։ Չնայած Աբազյանը հեռացել է մի քանի ժամ հետո մամուլի այն հրապարակումներից, թե հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը ու անձամբ ձեռնաշղթաներ հագցնել իր հետ անձնական կապ ունեցող Կարապետյանին։ Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա։ Աչքերի տակ կրկնակի պարկերով տեսախցիկների առաջ կանգնած մարդը վաստակած հանգստի կուղարկի թիմակիցներից ցանկացածին, ով կարժանանա դրան։ Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը հավանաբար այդ կարծիքին չեն։ Ահա թե ինչպես են պահում Փաշինյանի թիկունքը։ Անձնական կարիքներով մի քանի րոպե բացակայելու համար Ալեն Սիմոնյանը նախ իր տեղում Փաշինյանի հետևում է տեղավորում Վահագն Ալեքսանյանին ժամանակավորապես, որովհետև գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է։ Մեր երկրում ցավոք շատերը կամ ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Ժողովրդավարության բաստիոնում լինում է երբեմն այնպես, որ հենց այն պահին, երբ որևէ գործարար տրորում է վարչապետի ոտքը, պարզվում է, որ նրա բիզնեսում ստուգումներ էին սկսվել ամիսներ առաջ։ Եվ ինչպիսի զուգադիպություն, խախտումներ են հայտնաբերվել հենց այսօր։ Ձեզ տվել է հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Անսպասելի պարզվում է նաև, որ վարչապետի հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, եւ նա կասկած չունի, Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցող հայտարարությունն արել է, որ ծխածածկույտ առաջացնի հեծում հայտնաբերված խախտումների համար։ Եվ ասում եմ, եկեղեցին տվյալ դեպքում հեծի շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է։ Հենց այսօր հայտնի է դարձել, որ 10 միլիոն դրամով տուգանվել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Անլույս տեղը սև կատու չի փնտրում Փաշինյանը, երբ հայտարարում է, թե կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը։ Ինքը վստահեցնում է, որ փաստեր ունի։ Եթե խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ։ Հիշում եք, չէ՞։ 2020-ին, երբ Փաշինյանը խոստացել էր անհամաչափ ուժեղ հակահարված հասցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, անհերքելի, արժանահավատ փաստ հրապարակել, որ նա ամենօրյա ռեժիմով ծառայություններ է առաջարկել իրեն, վերջում պարզվեց իրոք ունի ապացույցներ, իսկ հիշում եք ինչ։ Ճտիկով գրիչ։ Ես բերել եմ ապացույց։ Համաբարբար կանոնագիր քայոցը չէ ապացույցը։ Բերել եմ այն մյուս գիրքը, այս գիրքը տեսեք, հա։ Ավելի անհերքելի փաստեր կան, որ կուսակրոնության ուխտը խախտում են սրբազանները, բայց Փաշինյանը դրանք միայն դատարան կտանի։ Եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն։ Փաշինյանը պատրաստ է երդվել, որ թուրք-ադրբեջանական մի նոր պահանջ չէ հակաեկեղեցական իր արշավանքը։ Պարզապես վիրավորված են իր հոգևոր զգացմունքները։ Հետո ինչ որ պատմական մաքսիմումի են հասել Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի շփումները։ Էրդողանն անգամ ավելորդ շտապողականություն է ցուցաբերում հայտնելու իրենց սպասվող հանդիպումների մասին։ Սովորաբար նման այցերի ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, բայց քանի որ մեր գործընկերները մի քիչ անհամբեր են գտնվել, այո, այդպիսի պլան կա։ Հաստատում է Փաշինյանը, Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա, օրակարգի մասին կլինի համատեղ հայտարարություն։
Լարա Արաքելյան, Կարինե Մանգասարյան, Անի Ղանդիլյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։